Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ։ Ժամանակն է չքննարկվածը պարզելու եւ ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք ամուսնական դավաճանության եւ դրա հետևանքների մասին։ Այս թեմայի մասին կան բազմաթիվ կարծրատիպեր եւ որպես կանոն այդ կարծրատիպերն էլ շատ դեպքերում չլուծվելու, չպարզաբանելու դեպքում հանգեցնում են ամուսնալուծությունների։ Կարծրատիպերի մի մասի դեպքում մենք գործ ունենք այն հարցերի հետ, որտեղ կանայք չգիտեն թե ինչից սկսեն, ինչպես սկսեն եւ շատ անգամ ես ինքս զույգերի հետ աշխատելիս, հատկապես կանանց հետ զրուցելիս լսում եմ այդ գանգատը, երբ կինը նշում է, որ փորձում է անկողնում դրսևորել որոշակի ազատություն կամ նախաձեռնություն, բայց չգիտի թե ինչպես դրանք արձագանքի իր ամուսինը։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ կինը փորձել է քայլեր անել, անկողնում նորություններ ներմուծելու կամ ինչ-որ մի բան անելու, որը նախկինում չէր արվում եւ արժանացել է ամուսնու կողմից կոպիտ վերաբերմունքի եւ նույնիսկ եղել են դեպքեր, որ բանը հասել է բռունցքների նույնիսկ։ Սա մի կողմից։ Մյուս կողմից պետք է նշել, որ տղամարդիկ էլ երբեմն խնդիրներ են ունենում այս հարցում, փորձելով անկողնում իրենց կնոջ հետ վայելելու այն, ինչ իրենք կուզենային, ընդարձակելու այսպես կոչված սեռական նախասիրությունների շրջանակը, բայց իհարկե ստանում են մերժում եւ նույնիսկ սա էլ արդեն երբ որ զրուցում եմ ամուսինների հետ, իհարկե նաև կշտամբանք են արժանանում, որոշ դեպքերում կանայք նույնիսկ վիրավորվում են ասելով, թե ինձ ում տեղն է դրել։ Այսինքն մենք այս դեպքում գործ ունենք բավականին արմատացած կարծրատիպերի հետ, որոնք ունեն երևի թե չեմ չափազանցնի, եթե ասեմ դարերի պատմություն եւ այսօր էլ այդ կարծրատիպերը ցավոք կան։ Եվ մենք պետք է հասկանանք, որ դավաճանություն ասվածը ունի բազմաթիվ պատճառներ, որոնցից ամենաշատը մենք գործ ունենք հենց այս հարցում։ Ամեն դեպքում մի բան պետք է մենք հստակ արձանագրենք։ Անկողնային հարաբերությունները միայն երկուսի գործն է եւ թե ինչ է հաճելի, ում ոնց է հաճելի, որ դիրքն է հաճելի կամ սեռական գործողության որ տարբերակն է նախընտրելի, պետք է քննարկեն երկուսով։ Թե ինչ են դրա մասին մտածում հարևանները, բարեկամները, ընկերները կամ ինչ են առհասարակ խոսում, դա իհարկե ոչ մեկի գործը չէ եւ յուրաքանչյուր զույգ ինքն է որոշում, թե անկողնում իր համար ինչն է նախընտրելի, ինչը ոչ։ Վերջ-ի-վերջո չպետք է մոռանալ, որ հաճույքը փոխադարձ է եւ վայելում են երկուսով եւ հետեւաբար էլ քննարկելու առումով էլ պետք է անպայման լինի երկուսի մասնակցությունը։ Եվ եթե ձեր կինը, հարգելի տղամարդիկ, կամ ձեր ամուսինը, հարգելի կանայք, ինչ որ մի բան է առաջարկում անկողնում փորձելու կամ որևէ նորարարություն ներմուծելու, պետք չէ միանգամից սուր դրան արձագանքել։ Պետք է հասկանալ, որ անկողինն էլ ժանգոտելու միտում ունի եւ այն նույնպես պարբերաբար պետք է վերանայել եւ մինչ արձագանքելը կամ առավել եւս կշտամբելը կարելի է, իսկ ես կասեմ պետք է միասին քննարկել այդ հարցը։ Դա զույգային հարց է եւ ընդհանրապես անկողինը եւ սեռական ֆունկցիան օրգանիզմի միակ զույգային ֆունկցիան է։ Եվ եթե որևէ մի հարց անհանգստացնում է, իսկ առավել եւս չգիտեք թե այդ հարցին ինչպես պատասխանել, պարզապես կարող եք դիմել մասնագետի օգնությանը եւ ստանալ այն անհրաժեշտ խորհուրդները, որոնցից հետո արդեն կկայացնեք որոշում։ Եվ բացի այդ, նույնիսկ այդ դեպքում էլ, եթե ինչ-որ մի բան ձեր սրտով էլ չի, ձեզ որևէ մեկը չի կարող պարտադրել անկողնում անել կամ փորձել այն, ինչը որ դուք չեք կամենում։ Այս հարցում շատ կարևոր է, որ դուք լսեք, թե ինչ է ասում ձեր սիրտը, ինչ ցանկություններ ունեք եւ որոնք են ձեր սեռական ֆանտազիաները, մարդու սեռական ֆանտազիաները նրա երևակայության արդյունքն են։ Այն, ինչ այսօր ձեզ համար խորթ է, գուցե որոշ ժամանակ անց դառնա հաճելի, պարզապես պետք է այդ ուղղությամբ մտածել, քննարկել ձեր սիրելիի հետ եւ նոր կայացնել որոշում, ուզում եք դա անել, թե ոչ։ Իհարկե, կարծրատիպերը միակ պատճառը չեն, որոնք հանգեցնում են այս խնդրին։ Կան բազմաթիվ այլ պատճառներ, որոնք ժամանակի ընթացքում խնդիրը կարող են ավելի խորացնել։ Թվարկենք դրանցից մի քանիսը։ Շատ դեպքերում, օրինակ, երբ սպասելիքները չեն արդարանում, հատկապես խոսք անկողնային սպասելիքների մասին է, կարող է նկատվել իհարկե որոշակի հիասթափություն, հատկապես տղամարդու կողմից։
Շատ դեպքերում, երբ ամուսինը ընտանեկան անկողնում չի ստանում այն, ինչը կուզենար ստանար, արդյունքում իհարկե ինքը դա սկսում է փնտրել այլ վայրերում եւ սա շատ դեպքերում էլ հենց հանդիսանում է պատճառներից այն հաճախ հանդիպողը եւ լսվողը, որը եւ ես ինքս եմ լսում, ինչը տղամարդուն դրդում է այդ քայլին։ Իհարկե, սա չի նշանակում, որ այս պարագայում մենք պետք է սա որպես արդարացման միջոց օգտագործենք, պարզապես պետք է սա մենք հաշվի առնենք եւ հասկանանք, որ այս պատճառը բավականին հաճախ է հանդիպում։ Կա դավաճանող տղամարդկանց մի տեսակ, որոնք նույնիսկ օրագրեր են պահում, այնտեղ նշում, թե օրը քանի անգամ ում հետ, որտեղ ինչ դիրքերով, թիթիզանում են իրենց ընկերներին, պատմում, գլուխ գովում, թե իրենք այսպես մաչո սեքս տերմինատորներ են։ Իրականում պետք է հիասթափեցնեմ, որպես կանոն նմանատիպ խրտնարշավով ապրող տղամարդիկ ունեն լուրջ սեռական եւ հոգեբանական խնդիրներ եւ այս կենսակերպը օգտագործում են որպես պատյան, ցույց տալով, որ իրենք որպես կանոն իհարկե առողջ են, առնական են։ Հետազոտությունները պարզել են, որ նմանատիպ անառողջ կենսակերպով ապրող տղամարդիկ միշտ փորձում են դրանով իսկ քողարկել իրենց հատկապես մանկապատանեկան տարիքից եկած բազմաթիվ տրավմաները, որոնք ժամանակի ընթացքում չեն լուծվել եւ դրանով իսկ ժամանակի ընթացքում վերածվել են սեռական անառողջ կենսակերպի։ Այս թեման քննարկելիս որպես կանոն խոսում են միայն տղամարդկանց մասին, բայց փաստերը ապացուցում են, որ դավաճանում են նաև կանայք։ Եվ ասեմ ավելին, մեր դիտարկումները եւ կլինիկական փորձը վկայում են, որ քիչ չեն դավաճանում ցավոք։ Սրա պատճառները իհարկե տարբեր են, բայց հաշվի առնելով կնոջ հոգեբանական առանձնահատկությունը, բնականաբար պատճառներն էլ գերազանցապես հոգեբանական են։ Օրինակ, անտարբերությունը ամուսնու կողմից եւ շատ դեպքերում նաեւ ամուսնուց վրեժ լուծելու տարբերակն է գործում, երբ կինը իմանում է, որ ամուսինը դավաճանել է եւ ինքն էլ փորձում է նույն կերպ պատասխանել, որը իհարկե ոչ մի կերպ չի կարող արդարացնել նման մոտեցումը, որովհետեւ արդյունքում խնդիրը ավելի է խորանում։ Շատ դեպքերում չլուծված կոնֆլիկտները, որոնք ժամանակի ընթացքում խորանում են եւ կնոջ վիրավորանքը չի մեղմանում եւ ինքը փորձում է նման կերպ լուծել խնդիրը եւ այլն։ Քիչ չեն դեպքերը, օրինակ, ալկոհոլի ազդեցության տակ տեղի ունեցած տեսարանները, որոնք հետո կարող են ավելի բարդանալ, եթե կինը չհրաժարվի ալկոհոլի օգտագործումից։ Խնդիրը ժամանակի ընթացքում չլուծվելու եւ ավելի խորանալու պարագայում կարող է հանգեցնել բավականին լուրջ հետևանքների, մասնավորապես այս պարագայում առաջին տեղում են սեռավարակները։ Ցավոք, իհարկե մասնագիտական փորձը վկայում է, որ բոլոր այն տղամարդիկ, որոնք գալիս են հետազոտվելու եւ նշում են, որ իրենք ձախ չեն գնացել, ինչպես հաճախ իրենք են ասում, միշտ հետազոտվելու արդյունքում, երբ որ հայտնաբերում ենք խնդիր, հատկապես սեռավարակ, որը բերել է սեռական այս կամ այն խանգարման, նոր անալիզների իհարկե պատկերը տեսնելուց հետո ասում են, հա, վայ, ոնց որ թե գիտեք, տարիներ առաջ, հա, ինչ որ մի բան եղել էր, խմած եմ եղել, ոնց որ թե կարող է այդ ժամանակվանից եղած լինի, հարգելիներս, երբ որ չարություն եք անում, հիշեք, դա ժամկետ չունի։ Եթե դուք դրանից հետո չեք հետազոտվել, այդ խնդիրը կարող է մնալ նույնիսկ տարիներ եւ ժամանակի ընթացքում սկսի արդեն ձեզ անհանգստացնել, որովհետեւ դուք ժամանակի ընթացքում չեք երիտասարդանում, ժամանակը դաժանորեն անում է իր գործը, օրգանիզմը ծերանում է եւ հետո գլուխ են բարձրացնում մնացած բոլոր խնդիրները։ Օրինակ, իհարկե կարող է նկատվել նաև սեռական ֆունկցիայի խանգարում, մասնավորապես պոտենցիայի խանգարում։ Եվ հերթական հարաբերության ժամանակ դուք կարող եք զգալ, որ պոտենցիան առաջվանը չէ, քանի որ խնդիրը վաղուց արդեն սկսում է խորանալ եւ ժամանակի ընթացքում բարդանալ։ Իհարկե, այս դեպքում սեռական խնդիրները կարող են ավելի խորանալ, պոտենցիան կարող է նվազել եւ տղամարդը կարող է սկսել արդեն հրաժարվել հարաբերություններից։ Ինչ խոսք, պետք է անպայման բուժել սեռավարակները եւ դրանից հետո կարգավորել պոտենցիան։
ի դեպ, պոտենցիան կարգավորելու հարցում կարող է օգնության հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Տադաֆորտ դեղամիջոցը։ Տադաֆորտը ունի երկու դոզավորում՝ 5 և 20 միլիգրամ։ 5 միլիգրամանոցը օգտագործվում է ամենօրյա ռեժիմով, իսկ 20-ը պլանավորված հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը իհարկե ունի բարձր արդյունավետություն և նշանակվում է հիմնականում այն բոլոր դեպքերում, երբ արդեն իսկ առկա է պոտենցիայի խանգարում և տղամարդը դժվարություններ է ունենում սեռական հարաբերությունների ժամանակ։ Իր ազդեցությունը Տադաֆորտը թողնում է մոտավորապես 36 ժամ, այսինքն մեկ անգամ օգտագործելուց հետո 36 ժամվա ընթացքում տղամարդը կարող է ունենալ հարաբերություն և որոշ ժամանակ անց նույնիսկ կրկնել այն։ Թե կոնկրետ որ դոզավորումը ձեզ անհրաժեշտ կլինի բուժման ժամանակ, դա արդեն կորոշի ձեր անձնական բժիշկը, երբ անցնեք համապատասխան հետազոտություն, ունենաք ախտորոշում և որից հետո արդեն բժիշկը կնշանակի համապատասխան բուժումը։ Ուշադրություն, դեղամիջոցը ունի հակացուցումներ։ Եվ եթե նույնիսկ ինչ-ինչ հանգամանքներում, որը ոչ մի արդարացում չունի, դուք որոշել եք դիմել այդ քայլին ու մտածում եք ինչպես կազմակերպել ձեր երեկոն, հիշեք, որ մնացած բոլոր կարևոր բաղադրիչներից բացի ամենակարևորը հարաբերությունը պետք է լինի պաշտպանված։ Հետագայում մի շարք խնդիրներից խուսափելու համար ընդգծում եմ, թեև դա ողջունելի չէ, բայց հետագայում մեզ չայցելելու և խնդիրների կապակցությամբ բուժումներ չստանալու նպատակով իհարկե պետք է լինել աչալուրջ և զգոն։ Որպեսզի հարաբերությունները լինեն կայուն և ամուր, նախ և առաջ հարաբերությունները պետք է լինեն հասուն։ Եվ դրա համար այդ հասունության ուղղությամբ պետք է երկուսն էլ աշխատեն անդադար։ Ասել է, թե հարաբերությունները ունեն մշտական խնամքի և ուշադրության կարիք։ Եվ դա ոչ թե կոնկրետ կնոջ կամ տղամարդու առանձին ֆունկցիան է, այլ զույգի։ Զույգը պետք է խնդիրների պարագայում զրուցի, քննարկի, խոսի, հասկանա խնդիրները և չխուսափի խնդիրներից։ Դա մի կողմից, մյուս կողմից որևէ մեկը չպետք է փորձի իբր օգնելու նպատակով խառնվի այդ հարցերում, որովհետև արդյունքը միմիայն ավելի տխուր է լինում։ Փորձը ցույց է տալիս մասնագիտական, որ նման դեպքերում զույգերը ավելի շատ մոլորվում են, խառնվում, իրավիճակը ավելի է բարդանում։ Եվ եթե նկատվել է խնդիր, ապա այդ խնդիրը ժամանակի ընթացքում պետք է շատ շուտ վերհանել, պարզել պատճառները և փորձել այն լուծել։ Եթե մոլորվել եք, դիմեք մասնագետի օգնությանը, որի անմիջական մասնակցությամբ հնարավոր կլինի հարաբերությունները պահպանել։ Եվ հիշեք, քանդելը հեշտ է, սարքելն ու պահպանելն է դժվար, առավել ևս երբ խոսքը ընտանեկան հարաբերությունների մասին է։ Այս թեմայով առջևում ձեզ սպասվում է շատ հետաքրքիր զրույց հոգեբանի հետ։ Մնացեք մեզ հետ։